հայտնի կրիստալային համով ջուր պատմական աղբյուրից։ Բացառիկ հայեր եւ բացառիկ տղամարդեր։ Հայ տղամարդ, այս երկու բառերի մեջ ամեն ինչ ասված է։ Իր ամբողջ ապրած կյանքը նվիրում է Արցախյան ազատամարտի բոլոր դրվագներին մասնակցությունով տղամարդու նման եւ հայկական բարը այնիշ մեր մեծերն արել են այլ ոլորտներում, նարեց հայ պարարվեստի ոլորտում։ Հազար ափսոս, բայց այս կարգի մարդիկ են հային հայկական պահում, մեր երկիրը երկիր դարձնում մշակութային կենտրոն։ Եվ եթե ուշադիր նայեք այս երկու օրը եւ եկեղեցում 3 եւ այսօր ես մտածում էի, իր տեսակը հայտնի է, իր տեսակը տասնյակներով նման տեսակներ են ունեցել դարերի հազարամյակների մեջ։ Բայց մեծ ձեր շուրջը նայեք, այսօրվա իշխանության քանի ներկայացուցիչ կգտնեք այստեղ։ Հայկականությունը խորթ է նրանց։ Հայ տղամարդու պահվածքը խորթ է նրանց, Արցախը, Հայաստանը խորթ է նրանց։ Եվ ես շատ ուրախ եմ, որ իր մահով նաև Գագիկը Գինոսյանը արթնացման, հայկականության վերականգնման, հայկականության ապրող մարդկանց համախմբելու հնարավորություն տվեց։ Հույսի մեջ։